Եսուս Քրիստոսյանով գողջունեմ ցեզ բոլորդ, բարի եկած եք Տերոջի դունը, հիշադակելու մեր փրկին գդարած մեծ զողությունը խաչապայտին վրա։ Հոդնգայս պիտի երգենք 610-րդ երգը, առաջին, երկրորդ, 5-րդ եւ 6-րդ տուները։ Աստված ողորմած ինձի ողորմե։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 11 աբաշխարություն Ողորմե ինձի ով Աստված քու ողորմությանը թայմատ քու արատ քթությանը թայմատ չնչե իմ հանցանքներս Իմ անունս բոլորով ինձ տվա ու իմ մեղքերս իսրբե Վասնզի ես կճանչնամ իմ հանցանքներս ու իմ մեղքս միշտ իմ առջևս է Քեզ միայն քեզի ներկայացեցի եւ քո աչքերում առջև ճարպությունների որպեսզի արտարը լաս խոսելու մեջ ու անարարը լաս տարաստանի մեջ Ահա ես անօրենությունով ծնա ու իմ մայրս մեղքով հղացավ զիս Զոբայի մշտիգով մակրեզիս ու մակուրը լամ, զիս լվա ու ծույնեն ավելի ջերմագը լամ։ Շնծություն երկու աղություն նշել դու ինձի, թող ծնծա
Իմ մեղքերս երեսը ծածկե ու բոլոր անօրենություններս չնչե։ Զիս երեսետ մի ցկեր ու քու սուրբ հոգիդ ինձ մի հաներ։ Ամփարիշներում պիտի սորվեցնեմ քու ջամփաներդ ու մեղավորները քեզի պիտի թարնան։ Ով դեր իմ շրթունքները սփած ու փերանս պիտի բատմեք ու կովությունդ։ Աստծո զոհը գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտը, ով ասված թուն չես անարգել։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջ կահում մոտեցնի։ Մեր երկնավոր հայրը սրտանց փառք կուտանք այս երեկո, որովհետև անգամ ևս շնորհ կրիր մեզի, որբեսի դաջարիդ մեջ քանք եւ մեր սրտին կողմնակությունները հայտնել եւ հավաքապար քեզի փառք տանք եւ հիշենք այն մեծ գործը, որ Տեր Հիսուսով գդարեցիր։ Տեր Հիսուս որքան փառք կուտանք, որ հոժարեցար մարմին առնել եւ աշխարհքալ, որբեսի մեղավոր մարդոց համար փրկություն հայթայթես, ապահովես, փառք կուտանք Տեր, այո Տեր, եթե թուն աշխարհ չկայիր, մենք հավիդյան գործված պիտի լայինք, շնորհակալ ենք, որ անչափելի սիրով սիրեցիր մեզ, սիրեցիր ոչ թե բարի մարդոց, հաբա չար աբերախտ, քու գամքիդ հագարագող, խավարի մեջ բդդող մարդոց սիրեցիր, եւ միջև այսօր ալ Տեր դագավին գսիրես, եւ գագնգալես, որ մարդիկ քու թեմքդ խնդրեն եւ քեզի թարնան, որքան փառք կուտանք Տեր, որ թուն երգայնամիտ կլաս, որբեսի մարդը հասկնա, արթնա եւ թեպի քեզ թարնա։ Շնորհակալ ենք Տեր, որ այս պահուս փյուրավորներ աշխարհի բոլոր կողմերը հավաքված քեզ գբաշտեն, այո Տեր գիհիշադագեն այն գործը, որ խաչի վրա գդարեցիր, քու զավակներուդ ապահովությունը միմիայն Տեր քու մեջդ է, փառք կուտանք, որ մենք քու մեջդ գդարյալ փրկություն, խաղաղություն, ուրախություն կդանք, հավիտենական կյանքի հույսով գաբրինք այս չար աշխարհի մեջ, ինչ ալ բադայի մեր շուրջը, ինչպեսի բարականերու մեջ ալ գտնվինք, թու մեր սկանչելի փրկիչն ես, Տերն ու Թագավորն ես, եւ Տեր ամեն բան քու հսկողությանդ տակ է, եւ ամեն բաները, բոլոր բաները բարի գործագից կրնաս դարձնել քու զավակներուդ համար, որոնք քեզ գսիրեն։ Դեր այս պաշտամունքին համար շնորհակալ եմ, հատուկ կերպով օրհնես, քու օրհնությունը հանգչի մեր բոլորի վրա, մինչ քու ծարատ խոսքդ պիտի մատակարարե, բոլորիս օրհնությունը լա, շինությունը լա, եւ քայլ ավելի առաջ քանք, եւ Դեր մեր հավաքվիլը սովորությունը եղած չլա, հաբա Դեր փոխվինք, նորոգվինք եւ խոսքդ բոլորի սրտերու մեջ դեղ գտնե։ Ով Դեր հիշի այս բաուս ուր հավաքված քեզ գբաշտեն այս քաղաքի մեջ եւ ամեն դեղ Դեր քո օրհնությունդ անոնց վրա էլ հանգչի եւ խոսքիդ մատակարարությունը փրկություն եւ հոգեվոր շինության ծառայե եւ այս բոլորի մեջ երրորդությունը փառավորվի Տեր Հիսուսի արժանիքովը եւ անոր անունովը գխնդրենք, ով Սուրբ Հայր, շնորհակալ ենք, որ լսեցիր եւ պատասխանեցիր։ Ամեն։ Ամեն։ Երկենք 332-րդ երգը։ Ինչ կսրբե իմ մեղքերս, լոք Հիսուսի արյուն անմեղ։ Երրորդ տունը զանց պիտենենք։
Ինչ կսրբե իմ մեղքես, լոք Հիսուսի արյունան մեր, ինչ կբուժե իմ աղտես, լոք Հիսուսի արյունան մեր, անքին աղբյուր մեան, զիս գնեցույնին ման, ուժունին աննման, լոք Հիսուսի արյունան մեր, մաքուր գնեցիս տման, լոք Հիսուսի արյունան մեր, միակ միջոցն երման, լոք Հիսուսի արյունան մեր, անքին աղբյուր մեան, զիս գնեցույնին ման, ուժունին աննման, լոք Հիսուսի արյունան մեր, խաղաղությունին սկլա, լոք Հիսուսի արյունան մեր, արդարություն սալահա, լոք Հիսուսի արյունան մեր, անքին աղբյուր մեան, զիս գնեցույնին ման, ուժունին աննման, լոք Հիսուսի արյունան մեր։ Աշխարհի վրա բոլոր աղտերը մաքրվելու համար մեծ քին կվճարենք, սակայն Հիսուսի անմեղ արյան համար ովևէ քին վճարելու պետք չունենք, բարձ հավատքով դերոջը գադարած այդ մեծ զոհողությունը մեր կյանքերուն փոխանակենք։ Մեր հաջորդ երգը պիտի 114 ավաղ իմ դեր սխաչին վրա մերավ արյուն լվա։ Ավաղ իմ դեր սխաչին վրա մերավ արյուն լվա, իր կյանքով
Մեր շնորհը որ այս երկին բարերուն համացայն մեր կյանքնալ հոժարությամբ դերոջը հանցնենք, ծարայենք, որքան որ դեր մեզի ուժ գուտա, արտոնություն գուտա, արիթ գուտա, օգտագործենք բոլոր այդ արիթները։ Մեր վերջին երգը բիդելլա 847-րդ երգը գզարմանամ, թե ինչպես Աստված գրնա սիրել, ինչպես մեղավորն անբիդան։ Մեր այսօրվան պատգամապեր եղբայրը ծանոթ է մեր բոլորին, Պետրոս եղբայրը նվիրված անգերց Աստծո մեկ ծառան է եւ ովևէ ադեմ որ գհրավիրենք զինք երբեք չի մերժեր մեզի դեր օրտնեզինք ժամանակը իրեն գուտանք սակայն մեկ գետ մոգուզեի հիշեցնել հաղորդության նկատմամբ Եկող գիրագի ամսուն առաջին գիրագին լալով հաղորդություն պիտի չունենանք, քանի այսօր դեղի ունեցավ այդ հաղորդությունը։ Ժամանակ ուզենք Պետրոս եղբոր հանձնել, տեսնենք դերը ինչ ունի մեզի ասելու այս երեկո։
Շնորհակալ եմ Հարութ եղբայր այս քերեցիկ առանձնաշնորհումին եւ բարբերի արա եւ բոլոր հավատացյալները այս եկեցին որ այս բադիվը եւ մեծ պատասխանատվություն ինձ դրվի այս գիշեր որ գիսվիմ ձեր հետ Աստծո խոսքեն ամենակարևոր ինձ համար այն գիշերը որ աշխարհի բոլոր պատմությունը փոխեց Եվ այս գիշերը, որ Հիսուս ոչ միայն գադարեց ոտնլվա և իր աշակերտներուն զարայեց, այլ այս գիշերն է, որ Քրիստոս հայտնվեցավ։ Հիսուսը հայտնվեցավ իբրև Քրիստոս։ Հիսուսը հայտնվեցավ իբրև Աստծո օձյալը, Մեսիան։ Եվ այդ հայտնությունը մենք ուզեմ, որ այսօր Իմ պատկամից նյութը լալով քարն Աստուծո մերնիլ հին ուխտին հարություն առնել նոր կյանքին մասին խոսիլ ձեր հետ։ Չսկսած գուզեմ, որ աղոտ մնենք և աղոտքով այս գիշեր հանցնենք Սուրբ Հոգիին, որ ինքը մեզի հետ խոսի, ինքը մեզի առաջնորդ է։ Սիրելի երկնավոր Հայր, շնորհակալ ենք այս երեկով, որ Մեզի շնորհ կնես, որ քու ներկայությանդ մեջ մտնենք համարձակորեն եւ ոչ միայն այս եկեցի շենքին մեջ, այլ երկնայիններուն մեջ։ Քու ցայնդ կլսենք այսօր, շատ ճուրերու ցայնի նման։ Փողի ցայնի նման, որ մեզի գսես վեր եկու, վեր բացրացիր։ Վերին բաներուն մասին մտածել։ Դեր հիմա վազելով թեպի քեզ գուքանք։ Քաշե մեզի հիմա, քաշե մեզի քու ներքին սեյնագդ, որ այնտեղ մդերմանանք քու հետ, նույնանանք, ճաշակենք և տեսնանք ինչ քաղցր ես դեր, երեսդ տեսնանք, քու երեսդ կպնդրենք, ոչ թե քու ցերկդ, ինչ որ պետք ունենք արդեն դվիր, հիմա մենք կուզենք քու ներկայությունդ վայելել, ագ ու աղբյուրին կալ և գենթանի ճուրերը խմել, Փաց երկնային, Սիոն, Սարեն, այդ զուլալ ճուրերը թող թափին երկինքեն, իմ փորիս մեջ, իմ փորես, իմ շրթունքներես, որոք է քո ժողովուրդդ, ամեն կսա գշտանանք քեզմով, ճաշակենք քեզմով դեր փավարարվինք այս ունայն և անիմաստ և փուջ աշխարի մեջ, որ անցողիկ ամեն տեսակ հաջույքներ կխոստանա, բայց ոչ մեկը չի հագեցներ մեզ։ Դեր մաքրե հիմա իմ շրթունքներս քո խորանիդ ածուխներով, մաքրե իմ միտքս, սիրտս, Սուրբ Հոգի Աստված եղիր մեր ուսուցիչը այս գիշեր, բաց մեր ականջները լսելու, որ այս գիշեր մեզի ինչ ունի սկսելու։ Այս եկեղեցին, որ դեր քո խոսքդ լսելով հոգի և կյանք պարունակե, ամեն մեկուս կյանքին մեջ։ Եվ այստեղ դուրս ելնենք կաստուրված, լեցված, ուրախացած, զորացած, որ կարողանանք պայքարել այս չար ուժերի թեմ, որ մեր շուրջը գուզեն հափշտակել մեզ։ Դեր թուն հաղթանակ տարած Աստված ես, եւ հիմա այդ հաղթության աթորի վրա նստած, մեզի ալ այնտեղ նստեցուցիր, հիմա այդ ցիլքեն մենք կուզենք շարունակել այս գիշերվա մեր պաշտամունքը, որ թուն փարավորվիս Հայր Որդի և Սուրբ Հոգի, քանի որ միայն թուն ես արժանի, բոլոր փառքի, բոլոր բադիվի, զորության, ուժի, իմաստության, հարստության, քովերքության և օրհնության։ Փառքը լա քեզ, հիմա և միշտ, և հավիտյանս հավիտենից, ամեն։ Ինչպես ասի այս գիշերվա իմ նյութս, ավակ այս հինգշաբթի գիշերվան, ահա քարն Աստուծո մերնել հին ուխտին հարություն առնել նոր կյանքին մերնել հին ուխտին հարություն առնել նոր կյանքին այսօրվա ընթերցումը առնված է Հովհաննեսի ավետարանեն 13 գլուխ անոնք որ գուզեն հետևիլ մեր հետ դուները կամ այստեղ 13 գլուխու առաջին 17 համարները և
վերջը 31-ին 35 համարներն աբիդի ընթերցեմ։ Անգլերենով ալսեմ անոնք որ գեդևին դունեն. The scripture reading tonight is from the Gospel of John, chapter 13, verses 1 to 17, and verse 31 to 35, if you'd like to follow with us tonight. Լսենք Տերոջը խոսքը։ Հիսուս գիտնալով թե իր ժամը հասած էր, ջաշի ընթացքին կգանքնի եւ կգցե իր վերարգուն։ Հիմա ուզեմ բարձրապես կարճ հատվածին ամփոփում մտալ եւ գարտալ։ Եվ լվա աշակերտներուն ոտքերը։ Անոնք կսորվեցնե, որ ինչպես ինք ծարայես, իրենք ալ իրարու ծարայեն։ Հութան դուրս կելե ետքը Հիսուս կխոսի իր փառավորման մասին եւ գուտա նոր բադվիրամը։ Սիրեցեք զիրար, ինչպես ես ցեզի սիրեցի։ Այս է ամփոփումը այս բոլոր կողքուն։ Հիմա լսենք խոսքը։ Զադիգի տոնեն առաջ Հիսուս գիտնալով թե իր ժամանակը հասել էր, որ այս աշխարհեն ելլե հորքով, սիրելով իրենինները, որոնք աշխարհի մեջ էին, մինչև վերջիննալ սիրեց զանոնք։ Երբ ընտրիգը գլար, Սատանան արդեն Իսկարդովացի Սիմոնյան հութային սրդին մեջ թրեր էր, որ զանիգա մատնե։ Հիսուս գիտնալով թե հայրը ամեն բան իր ցերկը տվավ, եւ թե ինք Աստուծմե եկավ ու Աստուծո քով պիտի երթա, ընտրիգեն ելավ եւ հանդերձները մեկտի թրավ ու ղենչակը առնելով մեջքը փաթեց, ետքը գոնքին մեջ ճուր լեցուց ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ եւ իր փաթաթված թենչագովը սրբել։ Երբ եկավ Սիմոն Պետրոսին ան ըսավ իրեն. «Դեր, թուն իմ ոտքերս պիտի լվաս»։ Հիսուս պատասխան տվավ ու ըսավ անոր. «Ես ինչ որ գնեմ, թուն հիմա չես իմանար, հավա ետքը պիտի իմանաս»։ Պետրոս ըսավ անոր. «Փնավ, թուն իմ ոտքերս պիտի չլվաս»։ Պատասխան տվավ անոր Հիսուս. Եթե քեզ չլվամ, թուն ինձի հետ բաժին չունիս։ Սիմոն Պետրոսը ըսավ անոր. «Դեր, ոչ միայն ոտքերս, հավա նաև ցերքերս ու գլուխս»։ Հիսուս ըսավ անոր. «Լվացվածին ոտքերը լվալեն զատ ուրիշ բան պետք չէ, ալ բոլորովին մաքուր է։ Եվ դուք մաքուր եք, ոչ թե ամենքդ։ Վասնզի կճանչնար զանիգա որ զինք պիտի մատներ։ Անոր համար ըսավ. ոչ թե ամենքդ մաքուր անոնց եք։ Երբ անոնց ոտքերը լված եւ իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, ըսավ անոնց. «Գիտեք, ինչերի ցեզի, դուք զիս վարդապետ ու դեր կկոչեք եւ աղեք կնեք, որ դուք իրարու վասնզի այնպես եմ, եթե ես դերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ դուք իրարու ոտքերը լվաք, վասնզի ցեզի օրինակ մտվի, որբեսի ինչպես ես ցեզի երի, դուք ընեք։ Ճշմարիտ կսեմ ցեզի, ծարան իր դերոճմեն մեծ չէ, ոչ ալ խրգվածը զինք խրգողեն մեծ է։ Եթե դուք այս բաները գիտեք, երանելի եք, եթե ասոնք կատարեք։ Եվ անցնենք Հովանու 10-րդ նույն կողքուն 31-ին 35 համարները։ Երբ անիկա դուրս ելավ, Հիսուս ըսավ. «Հիմա փառավորվեցավ որդին մարդով, ու Աստված փառավորվեցավ անով։ Եթե Աստված անով փառավորվեցավ, Աստված զանիգա իր անցովը պիտի փառավորե, եւ շուտով պիտի փառավորե զանիգա։ Որդյակներ, քիչ մահադենալ ցեզի հետ է։ Զիս պիտի փնդրեք, եւ ինչպես հрьяաներու նսի, թե ես ուր որ գերթամ, դուք չեք կրնարկալ,
հիմա ցեզի ալգսեմ նոր բադվիրամ մգուդամ ցեզի որ մեգս մեկ սիրեք ինչպես ես ցեզի սիրեցի որ թուգալ մեգս մեկ սիրեք ասով ամենքը պիտի գիտնան թե իմ աշակերտներս եք եթե իրարու վրա սեր ունենաք Օրդինալը լա դերոջի խոսքին ընթերցումը Ուրեմն ինչպես սի այսօրվա պատկամս քարնուկը մեռնիլ հինին եւ գանկնիլ հարուցանվիլ նորին մասին գուզեմ կետրոնանալ Այս գիշեր մենք քիչ առաջ սեղանը մեզի համար պատրաստված էր որում մենք կանվանենք այդ հաղորդություն եւ գերանք հաց եւ խմեցինք քինի Անշուշտ մենք հավատացյալներս կհասկանանք, որ այդ հացը եւ քինին չէ որ մենք իբրև հաց եւ քինի կվերցնենք, այլ մենք կհասկանանք այդիկա որ կխորհրդանշե Քրիստոսի մարմինը եւ իր արյունը։ Եվ մենք կխմենք փոխաբերական միտքով իր արյունը եւ գուտենք իր մարմինը, հացը ուտելով եւ քինին խմելով։ Մեզ համար այդ սեղանը, որ այսօր մենք ճաշակեցինք եւ վայելեցինք եւ դերոջը ճաշակեցինք, այդ սեղանը մեզ համար պատրաստված էր 5 դագարանեն։ Սեղանը թրված էր 5 դագարանի ելից քիրքեն սկսյալ մինչև հայտնության քիրքը։ Ուզեմ որ տեսնանք, որ այս սեղանը անցյալին գար ներգային գա եւ աբակային աբիդելա այդ սեղանին մասնակցելու խորհուրդն ագուզեմ որ այս գիշեր կետրոնանանք որուն քախնիկ մգա որ ամենավերջը պիտի կետրոնանամ որ այն ինչպես մեզի կբարգեւե մասնակցելով այս սեղանին հիշելով Հիսուսի մահը մասնակցելով եւ մգրտվելով իր մահի մեջ նոր կյանք ապրել այսօր իրարու ծառայելու ինչպես որ Քրիստոսը ասավ իր արաքյալներուն այն քիշեր որ ոդն լվա արավ եթե զիս կսիրեք իրարու ծառայեցեք իրարու ոդ կլվացեք ասա որ ցեզ մե ամենա մեծը ամենուն ծառաբիդելը ուրեմն նայենք սկսելով ինչպես այս պատմությունը կսկսի Քրիստոսի այդ սեղանը եւ այդ քարնուկին խորհուրդը որ պետք է որ մեռնի որ նոր կյանք եւ կյանք բարգեւե մեզիալ Պատմությունը կսկսի եւ որ Իսրայելը փրկվեցավ Եգիպտոսեն եւ արյան հետ այդ պատմությունը կսկսի արյուն պիտի թափվեր Ձնթոց ելից քիրքին 13-րդ քուքուն մեջը այնտեղ կհիշվի 3-րդ համարը մինչև 10-րդ համարը որ քարնուկը պիտի ընտրվեր որ ամփից պիտի լար Եվ այդ քարնուկը պիտի առնեին այն քիշերը որ պիտի ազատագրվեին Եգիպտոսի քերիությունեն եւ պիտի զոհեին այդ քարնուկը արյունը պիտի թափվեր արյունը պիտի առնեին եւ իրենց թրանտիկներուն եւ իրենց թուրերուն վրա պիտի քսեին եւ այն քիշեր որ 10-րդ հարվածը ժանդախտը պիտի քար բոլոր Եգիպտոսի վրա եւ այն հրեշտակը որ մահ պիտի պատճառեր առաջնեկներուն ոչ միայն Եգիպտացիներուն Եվ նաև ովև է մեկուն, որ այդ քարնուկին արյունը իրենց թանտիկներու վրա չէին թրած, եւ անասուններուն, առաջնեկներուն, այդ հրեշտակը իրենց դուներուն վրա են պիտի անցներ, եւ ով որ թրած էր արյունը, պիտի փրկվեր։ Քարնուկին արյունը պիտի կործածվեր։ Աստեղեն կսկսի քարնուկին եւ արյունին խորհուրդը, որուն անշուշտ է Ադամ եւ Ավին օրինակ մդրված էր Եթե մի բարդեզի մեջ որ Աստված ինքը զոհը մատուցեց, անասունը մատուցելով, արյուն թափելով, որով այդ մաշկերը արավ այդ անասունին եւ հագցուց Ադամ եւ Ավի վրա, որ իրենց մեղքերը ծածկվին։ Հիմա այստեղ այս արյունը միջոց կլավոր, որ փրկության միջոց մլա Իսրայելի ժողովրդին, փարավոնին ցերքեն
եւ քերիությունեն Եգիպտոսի այդ ստրուգությունեն։ Ուրեմն, երբ որ այս արյունը գտնեին, այս մեզի պատկեր մներ, որ ավելի առաջ կդաներ, պատկեր մներ, որ նաև ետ կդաներ, մեզի ցցնելով, որ քարնուկը պետք է զոհվի։ Երբ որ Ծննդոց գիրքին 23-րդ գլխուն 8-րդ համարի մեջ մենք կտեսնանք, որ Աստված Աբրահամին գսե, որ ես կուզեմ, որ քու որդիդ Իսահակը զոհեց զոհասեղանի վրա, այնտեղ եւ որ Աբրահամ գտանի այդ իր զավակը 3 օրվա ճամփորդություն է, այդ 3 օրվան ընթացքին արդեն իր սրտի մեջ իր որդին զոհած էր այդ իր միտքին մեջ, իր սրտի մեջ, բայց եւ որ գահասնի այդ զոհասեղանին, որ պիտի իր որդին զոհե, ցայնը գլսե, որ Աբրահամ գեցիր, մի եներ։ Ես քարնուկը, ես խոյը հայթայթած եմ։ Նորեն կյանքի փոխարեն կյանքն այս թեփքին անմեղ անասուն, քարնուկը, խոյը։ Եվ այդ պատմությունը նաև գիշվի, երբ որ Եսայի մարգարեի 50-րդ գլխուն 7-րդ համարի մեջ գսե Աստծո ծառան քարնուկի նման կդարվի մորթվելու։ Այս մարգարեությունն է, որ հрьяաները գարնեն այս իբրև իրենց ազգին։ Եվ անոր համար շատ հաճախ, այս ինչ որ լուրերեն շատ հաճախ կլսենք, իրենք կգարձեն, որ իրենք են որ կզոհվին, որ իրենք են որ պիտի զոհաբերություններին թարերուն ընթացքին եւ հիմա արգենեն որ եւ անոր համար ուշադրություն թեպի իրենց կդարձնեն իրենց քահանաները եւ իրենց առաջնորդները բայց պիտի տեսնանք որ ասիկա այս մարգարեությունը Քրիստոսի համար էր մեսիային համար էր ոչ թե հրյա ազգին համար եւ այսօր շատ զգուշ պիտի դանք որով լուրերում մեջ ավելի մարդկանց կդանի հրյա պաշտության կամ հրյաներուն պատմությունը հիշելու հրյաներն են գարձես որ նորեն միջոց պիտի լան բոլոր աշխարհը փրկելու այդ տպավորությունը գուտան լուրերու մեջ բայց մեր փրկիչը Հիսուս Քրիստոս որ հրյա ազգեն եկավ եւ ինքը իրենց միջոցով փրկություն եղավ բոլոր ազգերուն ինքն է գետրոնը փրկության բայց չէ որ ոչ մեկ բան քողնա այդ ճշմարտությունը որ ավետարանին փարիլուրն է, որ Քրիստոս քարնուկը իր մահվամբ, իր արյունով, իր զոհաբերությամբ գլա փրկության միջոց։ Եվ քաղաքականությունը այս մեզի գրնա շեղել։ Անոր համար մենք Աստծո թագավորությունը առաջ փնտրելով եւ իր արդարությունը կգետրոնանանք այնինչ որ Հովանու ավետարանի առաջին գլխուն 29 համարի մեջ Հովանես Մկրտիչ ըսավ ահա քարն Աստուծո, որ աշխարհի մեղքերը կվերցնե, կքավե։ Այս շատ կարևոր է, որ այս օրերին չի խաբվենք։ Շատ սուտ մարգարեներ, սուտ լուրեր պիտի փորձեն մեր ուշադրությունը դանել ուրիշ ելքիմը, ուրիշ միջոցը փրկության եւ մեր հույսը տնել կամ ազգի, կամ նախագահի, կամ անձի վրա, որ կարծես մեզի այսօր պիտի փրկե։ Մեր փրկիչը, որ իր արյունով ինքը իր կյանքին փոխարեն մեղքերու թողություն եղավ մեր կյանքին համար, արդեն գարարեց խաչին վրա, ինչ որ պետք էր 2000 տարիներ առաջ։ Եվ վերջ, եւ ըսավ ամեն բան լրացավ, վերջացավ 19-րդ գլուխը Հովանու։ Ուրեմն այս բոլորը կպատրաստեր հին ուխտի մեջ քալիք Հիսուսի մասին եւ քարնուկի մասին։ Այս պատմությունն էր ելից գիրքին մեջ։ Ուզեմ վարյամը Ղևտացված գիրքին նայելով 16 եւ 17 գլուխները տեսնել որ իր աստվածապանական միտքը այս պատմության որ քարնուկը պիտի զոհվեր որ Իսրայելը փրկվի մեզի աստվածապանություն այնտեղ ցույց կտա որ այս գլուխներում մեջ քահանայապետը դարին մեկ անգամ պիտի մտնար սրբության սրբոցը եւ այդ իր մտնալը այնտեղ կրնար
իրեն վտանգել, որով եթե մեկ սխալ մեռած լար, ըլլա իր հակուստին, ըլլա իր զոհած ցևը, ըլլա իր աղոտները կամ իրեն մեղքերու թողության համար աղոտները եւ այլն, մեկ բզդիկ սխալ մներ, կրնար դեղույն վրա մեռնիլ եւ որ մտնար այդ վարակույրեն անտին սրբության սրբոց սված դեղը 5 դարանի մեջ կար խորանը ուներ 3 բաժին ուներ քավիթը եւ ուներ սրբության դարածքը եւ ուներ սրբության սրբոցը կանաները այդ տարածքներում մեջ կրնային կորձերներ զոհեր մատուցել եւ այլն բայց ոչ սրբության սրբոց որով այնտեղ Աստծո ներկայությունը կար եւ Աստծո ներկայության մեջ որևէ բան որ բիղձ էր եթե այնտեղ մտնար գմերներ լույս խավարին հետ քոր չի կրնար ունենալ ասված լույսը մարդը մեղավոր էությունն է որով մեղ կորձած է եւ Աստծո փառքենին գած սո կանայաբեդը եթե սխալ ցևով մտնար եւ մեռնելու լար այնադեն բարամ մգաբած էին իր ոտքերուն եւ զանգակներ գար իր վերարգուին վրա որ եթե այդ զանգակներուն ցայնը ժամանակ մը չի լսեին գիտեմ որ մարդը մեռած է իրեն բարանով դուրս պիտի քաշեին որ վախ գար որ իրեն գա եթե մտնան որ իր մարմինը դուսանեն իրեն գա գմեն երևակայեցեք որ ինչ վախով թողով երգյուղով պետք էր կանայաբեդը դարին մեկ անգամ այնտեղ մտնա եւ ինչու պետք էր որ մտնա որով այս ինչ որ զադիկին օրը եղավ եւ որ Եգիպտոսեն դուրս ելան ասված իրենց հրամայած էր որ ամեն տարի դոնեն այդ տոնը եւ ամեն տարի հիշեն որ ասված այդ քարնուկին արյան միջոցով ինչպես իրենց փրկեց փարավոնեն եւ ստրուգությունեն եւ ամեն տարի եւ որ այս քարնուկները զոհվեին մարդկանց մեղքերու համար հիշեն որ ասված ինչ մեծ փրկություն հրավ իրենց համար եւ այդ քարնուկին արյունը Եվ որ կանայաբեդը զոհեր այդ արյունը եւ ամեն բան 7 անգամ պիտի սսկեր մինչեւ հասներ սրբության սրբոցը եւ ուխտի դաբանագն պիտի սսկեր արյունով որ ամեն բան սրբակորձվի մակրովի արյունով այնադեն եթե Աստված ընդուներ այդ զոհը եւ արյունը ինքը ետ դուրս պիտի ելեր եւ ամենաուրախ օրն էր հрьяաներուն համար որով ադիգա ինչ որ բասեք կտոմեր Passover զադիկ կսենք մենք հայրենով բզդիկ զադիկ մեծ զադիկ այդ զադիկի օրը մեկ բան պիտի հրճագեր բոլոր ժողովրդին Աստված ցեզի թողություն շնորհի Աստված ընդունեց ձեր զոհը եւ հիմա ցեզի գարցագե բոլոր ձեր մեղքերը եւ մարդիկ ուրախությամբ իրենց դուները պիտի երթային որ Աստված իրենց ներած է իրենց բոլոր մեղքերը, մաքրած է, նոր դարի մը գսկսեր, այդ օրը նոր դարվան օրն էր, Yom Kippur, Yom օր սելե Kippur թողության օր, մեղքերու թողության օր, իրենց տարին Նիսան անունով, այդ հիշելով զադիգը, որ եղավ եւ կատարվեցավ ելից քիրքին մեջ որ ազատագրվեցան, ամեն տարի պիտի հիշվեր։ Ժամանակ մի եկավ, որ թագավորներու ժամանակ մորցաննելու չկադարեցին մինչև Հովսիա թագավորը յետ վերականգնեցուց եւ սկսավ այդ զադիկը նորենել ինչքան հերացած էին Իսրայելի ժողովուրդը որ ամենակարևոր այդ տոնը ամենակարևոր այդ կանոնը որ ասված դված էր մորցած էին մենք երբեմն կանդեսենք կամ կմոռնանք բայց ոչ կրնալ որ սեղանի մոդենանք եւ առնենք խմենք արյունը եւ ուտենք հացը եւ սովորություն դառնա մեզ։ Պետք է հիշենք, որ ինչ զոհ մատուցվեց, որ մենք կարողանանք այս գիշեր ուրախությամբ մեր դուները երթալ, հիշելով, որ մեր մեղքերը ներված են, ոչ թե ձանրափերված, այլ ուրախացած, Աստված մեր մեղքերուն թողություն շնորհած է, ազատագրված ենք, մաքրված ենք, եթե գահավատանք, եւ այդ զադիկի դոնը ուրախության դոմն է, այդ քիշերը որ գզոհվեր այդ քարնուկները փրկության օրն էր եւ այս էր ինչ որ կանայաբեդը բիդիներ դարի մեկ անգամ եւ այնտեղ 17-րդ քուխու մեջ 11 համարի մեջ Ղևտացված քրքին գսե որ մարդ կյանք արյան մեջ է կյանքը արյունին մեջ է եւ միակ միջոցն է որում միջոցով գրնանք
թողությունը ստանալ։ Այս նաև հիշված է Եբրայեցիս գիրքի 9-րդ գլխուն մեջ, 22 համարի մեջ, այնտեղ հեղինակը Եբրայեցիս գիրքին գսե, որ ոչ մեկ միջոց չկա մաքրվելու, սրբակորձվելու, բացի արյունով։ Արյունը գետրոնն է, այսօր քանի հատ երկ երկեցինք արյունի մասին։ Արյունը, կյանք, ոչ միայն մահ, շատեր իբրև մահ կմտածեն արյուն տեսնան եւ արյունի մասին խոսին, բայց Աստված այն ինչ որ մահվան մասին գվերակրվեր, դարձուց եւ կյանքի վերակրեց։ Ուրեմն Եբրայեցիս գիրքը 10-րդ գլուխը 1-4 համարներու մեջ գսե, որ շուք մներ այս բաները հին ուխտին մեջ, քալիք քանայաբեդին, որ Քրիստոս ինքն էր, եւ նաեւ զոհին, որ Քրիստոս ինքն էր։ Եվ որ ինքը երկնայիններու մեջ մտավ Աստծո սրբության, սրբոցը հոգևոր առումով երրորդ ոլորտը Աստծո ներկայության մեջ, որդին մտավ իբրև քանայաբեդ եւ իբրև զոհ, եւ մատուցեց իր արյունը հոր Աստծո առջև, եւ հայրը ընդունեց Քրիստոսի այդ արյունը մեկ անգամ ընդմիշտ բոլոր ազգերու համար հիմա, բոլոր սերունդներու համար, ով որ հավատա այդ արյան զորության, կազատագրվի եւ կմաքրվի եւ կփրկվի իր մեղքերեն։ Ուրեմն այս ավակ 5 օրվան միտքը 22-րդ գլուխը Ղուկասի եւ Հովաննու 6-րդ գլխու մեջ այստեղ գուզենք տեսնել, որ իր մարմինը եւ արյունը արյան միջոցով քարնուկը մեզի կյանք կուտա։ Այս գիշեր ինչ որ ըրինք միջոց մնե որ հիշենք, որ մենք անընդհատ կյանք կստանանք որ իր մեջ։ Կյանք է կյանք, շնորհք է շնորհք, փառք է փառք։ Հիսուս ինչ ասավ. այս է իմ մարմինս, որ ցեզի համար դվի։ Այս է իմ արյունս, նոր ուխտն է, որ ցեր մեղքերու քավությունն է։ Այդ ինչս էլ գուզեգոր։ Ես եմ Զադիգին այդ քարնուկը որ զոհվեցա։ Իմ արյունս է որ ցեզի պիտի ծածկե բոլոր մեղքերեն։ Իմ մարմինս ցեզի պիտի դրվի որ դուք կյանք ունենաք։ Եվ նոր ուխտը որ իմ արյունով կնքված է։ Եվ որ Հիսուս այս խոսքերը խոսեցավ իր լսողներուն եւ աշակերտներուն 6-րդ գլուխը Հովաննու ավետարանին եւ իրենց ասա որ մինչեւ որ եթե դուք իմ արյունս չխմեք եւ իմ մարմինս չուտեք իմ մեջս կյանք չունիք։ Այսինքն գտնված է 6-րդ գլխուն 50-րդ համարի մեջ։ Եթե իմ արյունս չխմեք եւ իմ մարմինս չուտեք դուք իմ մեջս կյանք չունիք։ Ինքը այստեղ խոսեր որ իրեն հետ մեգանալու մասին, նույնանալու մասին, նոր ուխտի մասին։ Եվ այս շատ կարևոր քաղաքնիկ մգա այստեղ որ գուզեմ որ բացվի մեզի այս գիշեր։ Իր մարմինը ուտելով եւ իր արյունը խմելով մենք կմեռնենք հին ուխտին եւ կսկսենք ապրել նոր ուխտին։ Նա ինչ կատարվեցավ Հովաննու 6-ին մեջ։ Եվ որ այդպես ասավ շատերը փախանքացին։ Ասին ասիկա դժվար բան է կատարել։ Ինչու՞։ Որով ըստ հին ուխտին, ինչպես ասինք Ղևտացոց 17-րդ գլխուն 11 համարը, կսա այնտեղ որ արյան մեջ է կյանքը։ Եթե մեկը արյուն խմեր, պիտի քարգործվեր ըստ Մովսեսի օրենքին։ Հիմա Հիսուս եկել է եւ հрьяաներուն գսե որ Մովսեսի օրենքը գեդևին, իմ արյունս չխմեք եւ իմ մարմինս չուտեք, չեք կրնար կյանք ունենալ։ Լրիվ հագարանք։ Մովսեսի օրենքին թեմ կխոսի որ համար ժողովուրդը ինչպես պիտի հետևենք մենք այս մարդուն։ Ինչ է մարդագեր պիտի նեմեզի։ Մենք անասունին արյունը չենք խմեր, չենք ուտեր ուր մնաց։ Մարդուն արյունը, մարմինը ուտեն։ Եվ շատերը հերացան գս։ Եվ Հիսուս եւ որ շատերը կացին, որով օրինապաշտ էին, օրենքը գուզեին հետևիլ, եւ անշուշտ դժվար բան էր այդ ընդունել, իր աշակերտներուն դարձավ եւ ասավ. «Դուք ալ ինձ պիտի ցկեք», Պետրոսին եւ որ ասավ, Պետրոս դարձավ ասավ. «Դեր, ուր երթանք»։ Միայն քու շրթունքներուդ վրա հավիտենական կյանքի խոսքերը կան։ Այս քիշեր
այս խոսքերը մենք մտածենք այսօր մասին։ Դեղ չկա մեկը չկա որ մերավ եւ հարություն արավ երեք օր վերջ որ պիտի դոնենք, որ գրնա մեզի խոստանալ իր կյանքի օրինակով եւ փաստով, որ հաղթեց մահը, մեղքը, դժոխքը եւ սատանան։ Եվ մեզի գուտա այդ նվերը, եթե հավատանք, ուրիշ մեկը չի գնալ խոսը, ուրիշ մեկը չկա որ հաղթեց մահը, մեղքը, դժոխքը եւ սատանան։ Ուրիշ որոն երթանքներ անորամար գահավակվենք իրար հետ լսելու այս խոսքերը, հիշելու, անընդհատ հիշելու իր մահը, անընդհատ հիշելու, որ իր մահվան միջոցով մենք կյանք կստանանք։ Հիմա ինչ կկատարվի։ Այս միտքը լավ հասկանանք։ Երբ որ Հիսուսի արյունը կխմենք եւ իր մարմինը գուտենք, մենք Հիսուսի հետ կմեռնենք ըստ հին ուխտին, որով եթե արյուն խմելու լաս եւ մարմինը ուտես մեգումը, դու պետք է քարգոծվիս։ Ուրեմն փոխափերական միտքով մենք Քրիստոսի հետ կմգրդվենք իր մահվան ըստ հին ուխտին։ Հին ուխտին դակ, օրենքին դակ կմեռնենք օրենքին։ Օրենքը այլևս մեր վրա ուժ չունի, մեռած մարդու վրա օրենքը ուժ կրնա ունենալ։ Մեռած է մարդը։ Հիմա ամենքս Քրիստոսի հետ մեռած ենք։ Հին ուխտը այլևս մեր վրա ուժ չունի։ Մեզի քարգոծելու, սպանելու բան։ Արդեն մենք մեռանք Քրիստոսի հետ, որով այն բահին, որ խմեցինք արյունը, գերանք իր մարմինը ըստ հին ուխտին, թեմ կանգնեցանք հին ուխտին, ուրեմն մենք պետք է մեռնենք հին ուխտին դակ։ Բայց նոր ուխտը, որ մեզի դերը գուտա, ինչ է, իմ մարմինս եթե ուտես եւ իմ արյունս խմես, կյանք կունենաս իմ մեջ։ Եվ այս երկուքը միևնույն ժամանակը գլա, այն բահին, որ իր արյունը կխմենք, իր մարմինը գուտենք, այն բահին կմեռնենք իր հետ փոխաբերական միտքով, հոգևոր միտքով, խաչի վրա 2000 տարիներ առաջ, հարություն առնելով իր հետ, նոր կյանքը, նոր ուխտը սկսելով։ Եվ վարակույրեն անթին կյանքը կսկսենք։ Քանայապետը այդ վարակույրեն անթին դերը կտեսնար։ Այնտեղ Աստծո ներկայությունը կար, այնտեղ կար Աստծո փառքը։ Մենք այդ փառքի կյանքի մեջ կգաբրինք կորիպրև հավատացյալներ, որով հարություն արած ենք Քրիստոսի հետ, Հռոմայեցիս 6-րդ գլուխը գխոսի անոր մասին։ Եվ ուրեմն ես Քրիստոսի հետ խաչված եմ, Գաղատացիս 2:20-ը գսե։ Մենք իրեն հետ թաղված ենք, որ իր նորությամբ մենք կյանք ունենանք, Հռոմայեցիս 6:4-ը գսե։ Ով որ Քրիստոսի մեջ է նոր արարած մնե գսե, Պողոս առաքյալ 2 Կորինթացիս գիրքին 5-րդ գլուխ 17 համարի մեջ։ Եվ որ մենք իր մարմինը կստանանք, իր արյունը կխմենք, մենք կմեռնենք ինչպես հին ուխտին, եւ այդ օրենքը ինչպես Հռոմայեցիս 7 գլուխ 4-րդ համարի մեջ քաչալերեն որ գարտակ, գսե որ եթե գինը մարդու ամուսնացած է գսե, եւ որ իր մարդը մեռնի, ինքը արցակված է այդ մարդեն, չէ՞։ Գրնա նորեն ամուսնանալ, նոր ամուսին առնել։ Այս փոխաբերական միտքով հին ուխտը, օրենքը, այնտեղ Պողոս առաքյալ գուզեց ցնել, որ մենք մեռած ենք հին ուխտին, օրենքին դակ եւ օրենքին, հիմա նոր ուխտին դակ գաբրինք շնորհքի մեջ։ Ճշմարտություն եւ շնորհք բերավ Հիսուս մեզի։ Մովսեսի օրենքը բերավ ինչ։ Քիրը գսե գսպաննե։ Ազատագրված ժողովուրդ մնենք սիրելիներ։ Մեկ հատ երեսնիտ նայեմ, մեկը չի ժպտիրվում։ Ահ, մեկ հոգի, փառք Աստծո։ Ուրախանանք, ցնծանք։ Այստեղ են թեթևցած դուրս ելենք, եթե հավատացած ենք Քրիստոսի։ Մենք իրեն հետ այս քինին խմելով եւ այս հաց ուտելով նոր օրենքը կգրվի մեր սրտերու մեջ հիմա Երեմիայի 31, 31-ին 34 համարները եւ Եբրայեցիս 8:10 նոր հոգի մը կստանանք որթե քրվչան հոգի մենք այլևս Աստծո որդիներ կանվանվենք Հռոմայեցիս 8:15 մենք իր զավակներն ենք մենք որթե քրված ենք բատված եղած ենք ինչ որ հիմա ամեն մարդ գբայքարի որ ես եմ ես տանոս եմ ես գսե Հիսուս Քրիստոս է ճշմարիտ
անձը որում մեջ եւ որ մտնանք իր մեջ պատվաստ կլանք եւ մենք ամեն խոստումները որ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստված հрьяաներուն խոստացավ մենք ժառանգորդները գտարնանք կսեք Աղադացիս 3-րդ գլուխ ժառանգորդներ ամեն խոստումներում որ Աստված դված է մենք պետք չունենք թլփատվելու մարմինով այլ սրտով եւ որ մենք սրտով թլփատված ենք ճշմարիտ հрьяաներ ենք եւ մենք այսօր նոր արարածներ ենք որ թեքրված ցանկով լեցուն համարցակ երթալու աշխարհի մեջ եւ լույս եւ աղելալու այս խավար աշխարհի մեջ առանց վախնալու վախի հոգի չունենք երկչոդության հոգի չունենք այլ ողջամ սիրո հոգի սիրո եւ ողջամիտ միտք ունենք Քրիստոսի միտք ունենք սիրո հոգին ունենք որ ինչ ունենք իրարու ոտքերը լվանք իրարու զարայենք իրարու սիրենք ինչպես կլվանք այնպես հիմա որ ես կնեմ Աստծո խոսքը գսե Եփեսացիս 5-րդ գլխում 26 համարի մեջ գսե որ Աստված կսրբակորձե իր հարսը եկեղեցին հավատացյալների ինչով խոսքին ճուրովը խոսքը մեր միտքերը գլվա միտքի լվացում գսեն չէ բայց ինչ են գլվացվին որ սուդերեն Սուտ fake news-երեն որ մեզի ամեն օր ինչ լուրը փագե մի մտիկ միներ ես այդ մեղ կգործեմ որ երբեմն այս լուրերը գիտնամ ինչ կլա որ աշխարհը ու կգա որ ինչ կա երբեմն այն չափ կնեմ որ կքողնա ժամանակը Աստծո խոսքի մեջ կողալեն քիշերցորեն խոստովանիմ ցես աղոթեցեք ինձ համար որ ավելի ադեմը ավելի աշխուժ է հիմա քիչմը ամեն կսա գրնա ունենանք մեր դադամները աղոթեցեք որ հաստատ մնամ դուք ալ հաստատ մնաք իրարու համար աղոթենք իրարու ծարայենք բամը պետք ունենք ինչ են պիտի գիտնակ որ պիտի գիտնան որ իմ աշակերտներս է ըսավ Հիսուս եւ որ սեր ունիկ իրարու հանդեպ եւ որ իրարու ծարայենք իրարու ոտքերը լվանք այո եղբայրս գիտեմ այս մեղ ունիս Հիսուս իրենց գեղդերը լված տեսավ այդ գեղդերը մաքրեց երբեմն գսենք մեր եղբայր աս ինչպես այդ բանը միներ այս միներ նայ խոսքը ասկսե Աստծո խոսքով գրնանք սրբակորձվիլ մաքրվիլ քաչալերեն իրար ուրեմն այս սեղանը որ այսօր հիշեցինք եւ այս սեղանը որ թրված էր ծննդոց քիրքեն Ադամ Եվային որ այնտեղն ալ այս բոլորը ինչով սկսավ Սխալ բան գերան Փոխանակ գենած царին բդուղ ուդելու գերան փարի ու չարի քիդուչան բդուղեն եւ այդ ուդելու բան գերան եւ ադոր բաչարավ մահ եկավ բայց վերջին Ադամը որ գենած царի ինքն է մեզի թույլ գուտա որ այդ վարակույրեն անտին մտնանք Վերի Երուսաղեմի Սուրբ Սիոն царին գենած царին որ Քրիստոս ինքն է եւ իր բդուղուդել Սուրբ Հոգին ճաշակել մեր մեջ առնել Քրիստոս սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, փարություն, քաղցրություն, երկայն մտություն, հեզություն, ժժգալություն այդ բդուղը մեր մեջ գսկսի իր կյանքը մեր մեջ այդ բդուղը գրնանք ուդել Հիսուս անաբադի մեջ քնած փորձվելու 40 օր չգերավ զոմբահեց Եվ ինքը այնտեղ, եւ որ սատանան եկավ իրեն փորձելու ինչը սավ աստեղ քարը զարդեսնը հաց կթարնա, սավ քրված է թե Հիսուս ետ խոսեցավ, ինչով, սուդին թեմ ճշմարտությունով, քրված է որ, մարդ միայն հացով չաբրիր այլ ամեն խոսք որ Աստծո փերանեն կփխի, այդ խոսքը մարմնացավ Հիսուս էր եւ ասավ ես եմ այդ մանանան որ երկինք են իջավ, 6-րդ գլխում Հովանում Իրեն ուդենք, իր խոսքը եւ որ խոգանք, քիշեր, ծորեք այս վերջին օրերու մեջ կաբրինք, յանք պիտի ստանանք։ Ինչպես անաբադի մեջ մանանան գերան հрьяաները, այսօր մենք ենք այդ հрьяաները փոխապերական իմաստով, հոգեվոր իմաստով, եւ մենք իր խոսքը եւ որ կգարարտանք, կխոգանք եւ գվերցնենք մեզ համար մանանակ ուդենք։ Եվ որ խոսքը կստանանք եւ Սուրբ Հոգին զորությունով օզություն կստանանք Սուրբ Հոգին ճուրը գենթանի ճուրի ինչ որ հрьяաները անաբադի մեջ Եգիպտոսի փարացի օրեն կշտացան հոգեվոր ճաշով մենք այսօր ուր ալելանք աշխարհի մեջ այս հոգեվոր կերագուրով գրնանք կշտանալ
Կարդանք քիշեր ծորեք, իրարու ալքաչագրեք։ Ինչպես կրնանք այս նոր կյանքը ստանալ, անոնք որ եթե չեն ստացած կամ դու կամ այստեղ այս կյանքը ապաշխարությամբ կսկսի։ Հիսուսը սա Մարգոս առաջին քուխու 15 համարի մեջ Աստուծո թագավորությունը մոտեցած է, եկած է։ Ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Թարցի եկեք։ Թարցեք ձեր հին կյանքը։ Ավետարանը հավատացեք։ Հավատացեք, որ քարնուկը զոհվեցավ, ինչպես Քորձարաքելոց 16:31-ի մեջ կսե, եւ մեզի համար կյանք եղավ։ Խոստովանենք Հիսուս Քրիստոսի իբրև դեր, Ռոմայացիս 10:9, եթե մեր սրտերու մեջ հավատանք եւ մեր սրտունքներով թավանենք, որ Քրիստոս է դեր, հավիտենական կյանք ունենք, մեղքերու թողություն ունենք։ Այս է նոր ուխտը։ Մտնենք նոր ուխտի մեջ։ Ռոմայացիս 6:3 կսե եւ ունի այդ հրավերը մեզի այս գիշեր։ Գուզեք, եթե չգրած մինչև հիմա, Քրիստոսի հետ մեգանալ, նույնանալ եւ հաղորդակցվել, այնադեն այս քայլը միան պետք է։ Տեր ներե ինձ իմ մեղքերս, ողորմի ինձ իմ մեղավորիս, որ ես ալ կարողանամ այդ հավիտենական կյանքի մասնակցել եւ վայելել հավերժության համար։ Այս գիշեր բոլոր այս գիրքը, բոլոր սուրբ գիրքը խաչմերուկ մնե, զադիգի այդ պասեքին, ղևտացված այդ զոհերուն, բարձր քահանային, Քրիստոսի արյունը եւ մարմինը եւ վաղվան խաչելության այդ խորհուրդը, Պարապ Զադիգի հարության այդ քերեզմանը եւ Աբակայի քալիք հարսանյաց ընտրիգը։ Եվ դերը մեզի բոլորին հրավիրած է այդ ընտրիգին, մեզի կմնա, որ չմերժենք եւ մտնանք շիդակ հանդերձները հակած իր արդարությունով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք այսօր մեզի հիշեցուցիր այս բոլորը նորեն, խոսեցար, մեզի քաչալերեցիր, մեզի օգնեցիր, որ հասկանանք ինչ ժառանգած ենք, ինչպես ազատագրված ենք հին ուխտին անեցկեն եւ մահեն եւ մտածենք նոր կյանքի հարուցյալ կյանքին քարնուկի միջոցով։ Օրտնված ենք, օրտնյալը լա քո անունդ, օրտնե քո ժողովուրդդ այս եկեղեցին եւ շարունակե մեզի առաջնորդել այս չար օրերու մեջ, որ հավատարիմ զավակները դրանք Հիսուսի անունով, ամեն։ Շնորհակալ ենք Պետրոս եղբայր եւ անհրաժեշտ է, կարեւոր է, որ մենք հին ուխտին մոռնանք եւ Քրիստոսի դված նոր ուխտով նոր կյանք ապրենք իրմով։ 57-րդ երգը բերքենք, որում վերջին դունը ոտքի եւ արայեղբոր մի քանի խոսքերով պիտի փակենք։ Գարթացիր խաչին պատմությունը, ուր դեր Հիսուս մեռավ։
Պիտի չօգնեցնեմ ձեզի շատ ոտքի վրա, այս մեր վերջին երգը, որ երգեցինք, բատկամ մներ ուղագի, առաջին դունը մինչև վերջին դունը, Աստծո շնորհքի մասին գխոսի, որ Տեր Հիսուս մեզի քավություն եղավ, որքան փառք պետք է տանք, եւ Աստուծո բոլոր գործերը մարդուն մեջ եւ մարդուն միջոցով այս նպատակը գեհդաբնթե, որ մարդը հասկնա Աստուծո շնորհքը։ Մարդը ծնածորեն, երբ որ չափած կլա, ինչ հանգրվաններ է որ գանցնի, Աստված կգործե իր մեջ, որպեսզի մարդը հասկնա Աստուծո շնորհքը։ Փառք ուտանք այս մեծ շնորհքին համար։ Եվ եթե մեր մեջ մեկ հոգի գա, որ դակավին այս շնորհքը հասկացած չէ կամ ընդունած չէ, այսօր իր արիթն է, օրն է, սիրտդ բաց ասելով դեր շնորհակալ եմ քո շնորհքիդ համար, գնդունիմ քեզ իմ սրտիս մեջ։ Եվ այսպեսով այս սրային նոր ստեղծված մլաս եւ դուն երթաս։ Մեր գլուխները խոնարեցնենք աղոթքի համար։ Շնորհակալ ենք ով դեր, գխոնարին քո արչեվդ։ Սրտանց փառք կուտանք այս մեծ շնորհքին համար, որը արժանի չենք մենք։ Այո, դեր այս շնորհքը ամենավատ մեղավորին ալ հասավ, դարսոնցի Սողոսին, որ քու զավակները հալածեց, չարչարեց, բայց դեր անոր շնորհ կրիր։ Փառք կուտանք դեր, փյուրավորներ այսօր գվգայեն այս մեծ շնորհքին, օգնե որ բոլորս ալ այս շնորհքը լավ հասկանանք եւ դեր այսպեսով շնորհքիդ մեջ ուրախ եւ բդղապեր կյանք մաբրինք օրհնես կուզարատ խոսքդ օրհնես մեր սրտերու մեջ դեղ գտնե որպես աղեկ հողի մեջ ցանվին եւ բդուղտան եւ հիմա դեր արցակես մեզ քու խաղաղությանդ այսօրվա մնացյալ ժամերու մեջ եւ քալիք օրերու մեջ դու մեզի առաջնորդես Փառքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով ամեն Ամեն